Այս գիրագի դնդեսի գիրագի է, դեր Հիսուս Քրիստոսի բատմած արակներեն մեկը գարն է, այսինքն եկեցին գուսե, որ դնդեսության մասին խոսինք։ Մարդու կյանքին մեջ երեք նյութեր կան, որ շատ կարևոր են, և աշխարհը անոր շուրջը գտարնա, և ընդանաբես մենք եկեցին մեջ շատ խոսիլ չենք ուզեր այդ նյութերը, բայց պետք է խոսվի, որովհետև Աստվածաշունչը գխոսի։ Դնդեսությունը անոնցում է մեկն է, քաղաքականությունը և նաև սեռականությունը։ Ամբողջ աշխարհը այսօր մասին գխոսի, հետևաբար մենք եթե չխոսենք, չլար։ Հետևաբար դեր Հիսուս ալգսը, որ դնդեսությունը կարևոր է և դնդեսությունը պետք է խոսիկ և ծեր կյանքը ըստայնն պետք է կարգադրեք։ Քրիստոնյայի համար իր դնդեսությունը, իր տրամը, իր հարստությունը ինչ արժեք ունի, ինչ արժեք պետք է ունենա, այսօր մասին պետք է խոսիր։ Բայց նախ սա հարցումը ուղեմ, դուք որ եկեցի եկացեք, կհավատաք, որ մեռնելը հետո կյանք կա, ծեր հույսը այսօր վրա է, ծեր թանկագին ժամանակը այսօր համար հատկացուցած եք, երբ որ հասնենք մենք մյուս աշխարհին, թրախտին կամ թժողքին, ինչ է որ այս աշխարհի մեջ կրնանք ընել, մյուսի մեջ չենք կրնար ընել։ Հասկացաք հարցումը։ Անոնցում է ամենեն կարևորը այս աշխարհի մեջ մենք ողորմություն կրնանք ընել, մյուսի մեջ ողորմություն պիտի չնենք։ Հայերենի մեջ ողորմություն սադակա է նաև, այսինքն ուրիշին տրամով օգնել։ Թժողքի մեջ արդեն փամու պիտի չունենաս չես կրնար ողորմություն ունել։ Թրախտին մեջ ոչ մեկ մարդ պետք պիտի չունենա քու տրամիդ, քու օգնությանդ, հոնդե միայն բաժնել պիտի ուլա։ Այսինքն, երբ որ մարդիկ այս աշխարհի մեջ ալ, նույն սեղանի մեջ նստեր են, վրա նստեր են, մեկուն մյուսին հաց շնորհելու կարիքի չկա, որովհետև սեղանի գտնվող ամեն ինչ ամեն մարդուն է։ Հետևաբար ոչ թրախտին մեջ, ոչ թժողքին մեջ մենք չենք կրնար փարիկ և չարիկ գործել այլևս։ Այս աշխարհին մեջ կրնանք գնել։ Այս աշխարհին մեջ կրնանք փարին և չարը գտնելու ծառեն ուտել։ Հետևաբար Աստված այս աշխարհը դնորինած է մեզ համար, որպեսզի փարին և չարը ճանչնանք փորձելով։ Անոր համար Աստված գարդուն է, որ մեղք գործենք, անոր համար Աստված գարդուն է, որ փարիկ գործենք, հետևաբար մենք իստված ենք մեր կյանքին այսպես նայելու։ Շատ լավ, քանի որ մյուս աշխարհը պիտի չկարողանանք գնել այս բանը, որ այս աշխարհին մեջ պիտի ունենք, ինչ է այսօր արժեքը։ Փարին և չարը գործելու այս աշխարհի մեջ արժեքը ինչ է։ Աստվածաբանության մեծագույն խնդիրներն մեկը միշտ սա եղած է։ Թժողքը հավիտենական է։ Թրախտը հավիտենական է։ Եթե անոնցում եմ մեկուն մեջ ինգակ, թադաստանետ հետո, միշտ հոմ պիտի մնաս։ Եվ մարդիկ աստվածաբանները սա հարցումը հարցուցեր են։ Մեր ըրած գործերը այս աշխարհին մեջ ժամանակավոր են։ Աստեցությունը սահմանափակ է։ Սահմանափակ մեղքին համար։ Ինչպես հավիտենական պատիժ կդրվի։ Նույնիսկ մարդկային թադաստանները հանցավորին, բոլոր հանցավորներուն նույն պատիժը չդար։ Ցգյանս չփանդարգեր բոլոր հանցավորները, մեղքերուն գնայի, հանցանքներուն գնայի, ըստայնում ժամանակ կդրամատվի։ Ուրեմն ինչու համար Աստված
Եթե մեկը թադաբարդե հավիդյան գրակներու մեջ է հավիդենաբես հոնե։ Հարգավ թե նույն հարցումը թրախտի համար կարելի է հարցնել։ Այսինքն մենք ինչ բարիք կգործենք, որ արժանի ենք հավիդենական թրախտին։ Մեկը վարձատրելու համար պլակետ մը գուդաս, դում մը գուդաս, մեկը պիանգո գշահի, անոր լավ տրամ մը գուդաս և գլոմննա, բայց մեր ուրած բարիքներուն համար ինչու հավիդենական մենք վարձատրություն ունենանք։ Ուրեմն աստոր պատասխանողները սա գսեն, մենք այս աշխարհին մեջ ինչ որ գնենք, երեք դարածությամբ կկատարվի, այսինքն երեք dimension, երեք բոյութ ունի, մարմնական, մտային և հոգևոր։ Այսինքն, ինչ որ գնենք մենք, բարիք կամ չարիք, այս երեք մասնակցություններ ունի, անոնցում է միայն մեկ ժամանակավոր է։ Մյուսերը մտայինը և հոգեգանը հավիդենական է։ Դեր Հիսուս նստած էր գտիդեր դաջարեն թուրս եկած մարդոց հոնդե կանցանակ կար ամեն մարդ տրամ գնետեր։ Այրիգի մը երկու լուման էդեց, մեր տրամով 20 լիրա գնե, երկու հաց հազիվ գրնասարներ։ Հիսուս աշակերտներուն թարցավ, աշակերտներ ալդեսած էին, սա որ այս կինը ամենեն շատ նեդող եղավ, մյուսերը զարմացան, որովհետև ոսկիներ նեդողներ կային։ Հիսուսա որ բոլորը իրենց ավելցուգեն նեդեցին, այս կինը իր ամփոչ ունեցածը նեդեց։ Ուրեմն, երբ որ կինը այդ տրամը նեդեց, թե տրամը սահմանափակ է, թե ժամանակը սահմանափակ է, բայց այս կնոջ հոգին հավիտենական է։ Այս կինը մտածած է անիգա ըրած ադենը այդ միտքը գբադահի ոչ թե այս աշխարհին մեջ, այլ մտավոր աշխարհի մեջ, որ այս աշխարհի մեջ չէ։ Երբեք մտածած եք, որ սեր միտքը այս աշխարհին մեջ չէ։ Այո, մենք մեր միտքը հոսքը կորզած ենք, բայց այս աշխարհին մեջ չէ անիգա։ Իր աշխարհին մեջ է, որ մենք ուղեղով բաժին գարնենք այդ միտքեն։ Փաստը ինչ է, որ միտքը այս աշխարհին, նյութական աշխարհին մաս չգազմեր, որովհետև դեղ չունի, գշիրք չունի, ծանրություն չունի, աչքերդ կկոցես և գրնաս մտածել քուդունըդ, և քուդունըդ ճշմարիտ է քու միտքիդ մեջ։ Ինչպես երազին մեջ մենք կտեսնենք, մեր միտքին մեջ և իրական են անոնք, բայց ոչ թե այս աշխարհին մեջ են, բայց մտքի աշխարհին մեջ իրականություն է։ Ուրեմն չարիքն ալ այդպես է, երբ որ մեկուն տուն չարություն գնես, եթե մեկը չես ներեր, վրեժ գարնես, այդ բոլորը միայն քու ըրած չարությունը չէ։ Երբ որ առաջին ոչրակործությունը Գայենը մերցուց ապելը իր եղբայրը, ոնդե շատ հստակ է, որ Աստված մերցնելա առաջ Գայենին գսե, որ ուշադիր եղիր, մեղքը գսպասե քեզ, թուն պետք է դրաբեդես անոր, որովհետև Աստված անոր սիրտին մեջ այդ մերցնելու շարժումները կտեսնե։ Եվ ի վերջո իր հոգիով, որ հոգին գամքը կտրսևոր է, այսինքն մեր հոգին գամքն է։ Ամենեն խորունկ մեր էությունը գամքն է, ինչ որ գուզես այդ ես դու։ Հետևաբար, երբ որ իր եղբայրը մերցուց այս աշխարհին մեջ, բայց իրականության մեջ մերցուց իր միտքին մեջ և իր սիրտին մեջ, իր հոգին մեջ, այսինքն ինչ որ հավերժական է,
Ուրեմն երբ որ Աստծո Թադաստանին առջև գենանք մենք, մեր ըրածներով կամ ըրած փարիկներով եւ չարիկներով, Աստված գնայի մեզ այս 3 բանով, Աստծո Թադաստանը գաշխատի այս 3 տարածներով, մարմնաբես, հոգեբես, մտաբես։ Եվ անորամար մենք լերան քարոզը Դեր Հիսուսին ավելի լավ կհասկանանք։ Ինչ կսե Հիսուս։ Սեզսվեցա որ մի մերցներ, բայց ան որ գադե իր եղբայրը արդեն ոչ իրա կործը։ Իր սիրտին մեջ կմերցնե։ Մարդ չտեսներ, բայց սիրտիդ մեջ եղածը իրականություն է։ Մարմինեդ մեջ եղածն ավելի իրականություն է։ Հետևաբար, երբ որ մենք փարիկ կամ չարիկ կործենք, ուրեմն այդ բոլորին վարձատրությունը եւ բադիժը հավիտենական է։ Հիսուս ինչ ասավ, ով որ այս փոքրիկներուն իմ անունովս քավատը ճուր գխմցնե, երբեք իր վարձատրությունը պիտի չգործունցնե։ Ինչ է որ քավատը ճուր դվերես պետք ունեցող։ Աստծո համար շատ կարևոր է։ Անիգա փարիկ մնե, որ քու միտքիդ եւ հոգիիդ մեջ քեզի գհարստացնե։ Ուրեմն այսօրվան ավետարանին մեջ դերը այն արագը պատմեց, դնդեսի արագը, քիչմը շփոթանքի դերդվո արագ է, բայց շատ խորունկ իմաստ ունի։ Եկեք կարդանք Ղուկաս 15-րդ գլուխեն։ Իր աշակերտներուն ալ ըսավ, հարուստ մարդ մգար, որ դնդես մը ուներ։ Անոր վրա քանքատ եղավ իրան, որպես թե իր ունեցվածքը գփճացնե, ուստի գանչեց զանիգա ու ըսավ անոր. Ինչ է այս, որ քեզի համար գլսեմ, քու դնդեսությանը թաշիվը դուր, վասնզի ալ չես կրնար դնդես ըլլալ։ Դնդեսը իր միտքին մեջ ըսավ, ինչն եմ, որովհետև իմ դերս դնդեսությունը ինձ մե պիտի առնե։ Հողագործություն չեմ կրնար ըներ, ձերեմ, մուրալու գամիչնամ։ Գիտեմ, թե ինչ պիտի ընեմ, որբեսի երբ իմ դնդեսութենեց հանվիմ, զիս իրենց դուները ընդունին։ Իր դիրոջ բարտականները մեգիկ իրեն գանչելով ըսավ առաջինին, թուն իմ դիրոջս որքա բարդ կունիս։ Անալ ըսավ 100 մարցետ։ Ըսավ անոր, քիրդ ար ու շուտով նստե 50 քրե։ Ետքը մյուսն ըսավ, թուն որչավ բարդ կունիս, անիգա ըսավ 100 քոր ծորեն։ Ըսավ անոր, քիրդ ար եւ 80 քրե, դերը անիրավ դնդեսը կովեց, որ խելացիություն ըրավ, վասնզի այս աշխարհին որդիները իրենց ասկին մեջ լուսո որդիներեն ավելի խելացի են։ Ես ալ ցեզի գսեմ, անիրավ մամոնայեն ցեզի բարեկամներ ուրեք, որբեսի երբ անիգա բաքսի ցեզ հավիտենական բնակարաններուն մեջ ընդունին։ Ուրեմն դեր Հիսուս ինչ կսե, կսե որ երբ որ դուք հարստություն ունեք, անհավատը եւ հավատացյալը անիգա նույնպես պետք չէ կործածը։ Հավատացյալը պետք է կործածը իր հարստությունը բարիք ընելու եւ Աստուծո հավանությունը շահելու եւ հրեշտակներուն հավանությունը շահելու։ Ուրեմն այս տնտեսը, որ երբ որ հասկացա, որ կործան պիտի ելը, անկորձ պիտի մնա, ուրեմն սկսավ իր տնտեսության մեջ մարդիկ շահել։ Այնպես որ երբ որ եթե կործան ելը, այդ բարիք ըրած մարդոց պիտի երթա
եւ այդ մարդոցմե օգնություն պիտի ուզե, այդ մարդիկ իրենց տուներուն մեջ պիտի հյուրասրեն, մեկը մեկ ամիս, մյուսը երկու ամիս, մեկը մեկ շաբաթ, եւ այսպես ինքը գաբահով է իր աբական եւ ակարագինդերը գիմանա ասիգա եւ գսե որ հա խելացի վարվեցավ այս մարդը այսինքն իր ռածները ինձ ոչ աղքատ կնե ոչ հարուստ կնե ես արդեն հարուստ եմ բայց մարդը խելացի վարվեցավ հիմա Հիսուս ինչը զերգուս է մեզի ով է հոստե ակարագինդերը Աստված ով է դնդեսը մենք դնդես քահյա ինքը դեր չէ ինքը դիրոջ ապրանքներու վրա որպես դնորեն գաշխատի պատասխանատու է իր դիրոջ մենք այս դնդեսն ենք Աստուծո ունեցվածքի վրա կդնդեսենք մերինը չէ բայց հոստե մարդը գարձերը որ իրենինն է անգե օգտվերը եւ քանքատ կուկա եւ ինքը ինչ պիտի ունեմ այդ կմտածե ինչ պիտի ունենք մենք ինչ պիտի ունենք Հիսուս կսե որ այս մարդուն բեսրեք երբ որ դակավին կորցի քուլուխն եք դակավին այս մարմինին մեջ եք դակավին այդ հարստությունները ծերին ցերքն է Փարեգամներ շնեցեք դուք ցեսին մյուս կողմ ծեր կորցին զարայելիք փարեգամներ անոնք մեկը անոնք են որ ծեր փարիկ ըրած անսը որ ցեզ համար գաղութ է մյուսնալ հրեշտակներն են որ մեռնելը հետո քու արջևդ պիտի գենան եւ պիտի սեն փարեգամ ես կամ թշնամի ես ուրեմն մենք մեր գոմը պիտի ընտրենք Աստուծո մեզի դվածներով ամեն տեսակի հարստությամբ միայն նյութական չէ մտային տաղանդներու ժամանակի խնամքի այդ բոլոր տաղանդներով Աստուծո դվածներով մենք պետք է փարեգամներ շնենք Աստվածաշունչի սկիզբը Աստված կստեղծե արևը կստեղծե երկրորդ օրը ծովերը կստեղծե զարերը կստեղծե ամեն օրվա վերջավորության Աստված գնայի եւ գսե որ փարի է ուրեմն Աստուծո նպատակը իր արարչակորձության մեջ փարին դեսնելն է Հիմա Աստված այս աշխարհին նայե մարդոց կյանքին նայե երկու բան գսե չար է կամ փարի է միայն փարի է չսեր որովհետև մեզի ազատկամ տված է մենք չարն ալ գրնանք կորզել ուրեմն մենք իստված ենք այդ չարի եւ փարի աշխարհին մեջ փաներ մնելու որ Աստված նայի եւ ասե որ փարի է եւ ասոնցմե մեծակույնը ավրված հավասարակշռությունը շտկելու փորձն է ինչպես որ մենք սառնարանը գավրվի մեկը գանչենք եւ գշտկե Սենք որ փարի է ավրուված շտկեց Երբ որ մեր ըստամոքսը գծավի չենք կնար փուշել փուշիշկին գերտանք եւ փուշիշկը գշտկե գսենք որ փարի է հիմա Այսինքն ավրուված երբ որ մենք գշտկենք եւ փարին գստեղծենք Աստուծո համարալ ամենեն թանկագին բանը այս աշխարհի մեջ ավրուված այդ հավասարակշռությունը ճշտելու շարժումն է
Այս աշխարհի մեջ ամենան անհավասար ավրված եւ չար բանը դնդեսական անհավասարությունն է։ Մեկը պետք եղածն ավելի շատ հարստություն ունի, մեկն ալ երբեմն յանքի պետքերը կոհացնելու հարստություն չունի։ Մեկը հացի կարոտ է, իսկ մյուսը 7 բորդին փավելիք, 70 տարի փավելիք, 700 տարի փավելիք հարստություն ունի։ Հիմա ասիկա չար է։ Աստված չի նայիր ասոր եւ չսեր որ փարի է։ Աստված չի նայիր ովևէ հարուստ մարդուն եւ չսեր որ փարի է քո հարստությունը։ Չար է քո հարստությունը։ Երբ որ ուրիշները կան եւ աղքատեն անում, երբ որ թուն քո հարստությամբ այդ հավասարակշռությունը ավրվածը գրնաս շտկել եւ չեսներ, չար է անիկա։ Ուրեմն Հիսուս ինչ կսե անարդար մամոնայով դուք ցեզի բարեկամներ շնեցեք։ Թրամը հարստությունը ինչպես կմակրվի, երբ որ ողորմություն գնաս, սադակա գուտաս, գոքնես, որպես ասիկա 5 դագարանի մեջ մարդուն չծկվեր, դասանորդ գուտային, բոլոր շահազներեն մարդիկ դասանորդ գուտային դաջարին, աստուծո։ Հետավապար սիրելիներ, Հիսուս կսե որ որ անարդար մամանայով բարի կգործե, անիգա երբեք չգործունցներ իր արժեքը։ 3 դարացության մեջ մարմնաբես մարդուն գոկնես, փորը կգշտացնես, արդյունքը կսրբես, ժամանակավոր է, բայց թուն որ որոշած ես, որ պետք է օգնություն ունես մտքիդ մեջ, անիգա հավերժական է։ Եվ հոգիիդ մեջ այն փափակը, այն բարիքը, որ կործել գուզես, անալ հավիտենական է։ Հետավապար վարձքդ երբեք չես գործունցներ։ Բայց քիչ հետո թրքերենով պիտի կարոզեմ աղքատ Ղազարոսի արագը, հոնդե հարուստ մարդը չներ այդ բանը, եւ հետո կտեսնե, որ սխալ ուրերը, իրենինը չէ եղեր այս բոլորը։ Իրեն դրվեր է, ինքը դնդես է, կահյա է, ինքը դերը չէ։ Հետավապար սիրելիներ, մեր կրբանի մեջ գտնվող թրամը, մեր բանկային մեջ գտնվող թրամը, մեր թափուները, ոչ մեկը մերինն է, եթե մերինը լար չէին թողր։ Բոլորը կպատկանի Աստուծո, Աստուծո շնորհիվ է այդ բոլորը։ Հետավապար ստիպված ենք Աստուծո աչքին մտնելու, հրեշտակներու աչքին մտնելու, որպես անոնք տեսնեն եւ ասեն, որ մեզ մեկուն նմանեցավ այս մարդը, փարին ուզեց, փարին կործեց, իր սիրտը փարիին գողն է։ Անորամար դեր Հիսուս գսե որ երբ որ թուն ողորմություն ունես, ցախ ցերքդ, աչ ցերքդ ըրածը թող չիմանա, քախնաբես դուր, որովհետև քախնաբես տեսնող Աստվածը քեզի պիտի վարձատրե, ինչուսինք, երբ որ բարի կգործես, երկու դեղ կքրվի, քու միտքիդ մեջ, քու հիշողությանդ մեջ, քու հոգիիդ մեջ եւ քու հոգիիդ մեջ փնագող Աստված կտեսնե։ Այո, այսինքն դեր Հիսուս մեզի գսե որ խելացի եղեք եւ հիմա ինչ որ ունիք փաշնեցեք ուրիշներու հետ եւ փախտավոր գլակ, որովհետեւ օրը պիտի տեսնեք։ Երբեմն մարդիկ կլսենք մենք, չէ՞, Ամերիկա երթալ գուսեն, Եվրոպա երթալ գուսեն, հոստեդուն ունին, դեղ ունին, գծախեն, հետո բանկայի միջոցով այդ երգիրը գուղարգեն, չէ՞։ Հիմա դեր Հիսուս մեզ գսե որ այդպիսի բանկամը գա որ քու հարստությունդ գրնաս մյուս աշխարհ փողանցել։
Այդ բանկան քու կողդ նստած մարդն է, քու հանդիպած թրացիտ է։ Հովանես ոսկեփերան հայրաբայդը գսե, որ աղքատները Աստուծո խորանն է։ Եթե այդ խորանին ինչ նվեր գտնես, Աստված իրեն եղած կընդունի։ Հետևաբար մենք կրնանք մեր անցողական հարստությունը հավերժական հարստության կրնանք վերածել։ Ասիկա թե մարդոց աչքին և թե Աստուծո աչքին հաճելի է։ Մեր կյանքին մեջ ինչ որ գա իրենց մե դվող մարդոցմով իրագործված է։ Անոր համար մենք բարերարներ ունենք, մեծ, փոքր, պատմության անցած բարերարներ, Բեժյանի պես, Դադյանի պես, Ունջյանի պես։ Ասոնք իրենց հարստությունը ժամանակին դվեր են և հիմա չգան իրենք, բայց իրենց համար միշտ աղոտ կբարձրացվի։ Աստուծո առջև աղոթողներ կան անոնց համար։ Այսինքն, այս կյանքը մեզ առիթ կտա Աստուծո նմանելու։ Մենք ալ ընենք և ըսենք, որ բարի է։ Ան որ ուրիշին բարի կգործե, երեք վարձատրություն կունենա։ Մեկը բարիքը ըրած ադենը սեր սիրդին մեջ ժուբիտ մը կսկսի։ Քեցիկ կսկակ, լավ կսկակ, ներսան պամը կսե, որ շիդա գրիրտուն, լավ ըրիր։ Երկրորդը մեր սիրդին մեջ հանգստություն կտա։ Որովհետև մենք բոլորս մեր խիջի գոմը կամ փաստանվինք, գսե որ մեր խիջի քող էստուն, քողցար, քու ունեցածդ միշտ շիտակ և արդար չեր, և որ մենք գոքնենք ուրիշին գուտանք, մեր խիջի գսե որ լավ, հիմա բարի գրիր։ Այս աշխարհի մեջ քու պետք է ավելի որքան որ տրամ ունիս, անոր մեջ անպայման անարդարություն մը գա։ Կամ դուր փախծուցած ես, կամ կորձավորներդ իրավունքը չես տված, հայտնի հարուստ կա Քյորք Գրիգորյան 15 միլիարդ դոլարը գար և լրագրողը գահարցնե գսե, որ ինչպես շնեցիք այս տրամը, շիտակ ճամպաներով, անալգսե, որ առաջին 1 միլիոն դոլարը մի հարցնեք, մնացյալին բոլոր հաշիվները գուտա։ Անոր համար սիրելիներ պետք է մենք այս քեեցիկ բանը ապրենք։ Հիսուս սա որ դալը ավելի երջանիկ կնե, քան թե առները։ Եվ որ գաբրիկ այդ ըրեք, դվեք։ Հիմա հոստը մենք թբիրներ ունենք, փոքրեր ունենք, տարեցներ ունենք, դարիներով այդպես շաբիկ կհակվին։ Պետրոս Արաքյալին մուրացկանին ըսածին պես կսե ես ոսկի և արծաթ չունիմ, ինչ որ ունիմ քեզի պիտի տամ, Հիսուս Քրիստոսյանով քալե, հետևաբար իրենք ալ իրենց ցայնը գուտան, իրենց ժամանակը գուտան, դալեն հետո այս երեք բաները գսկան, ժուբիտմը, հանգստությունը և գիտեն, որ երկինքի մեջ իրենք վարձատրություն ունեն։ Մեր բոլոր բարերարները, որ եկեղեցիներուն գոկնեն, թուբրոցներուն գոկնեն, երբ որ գուտան, հետո գրգին գուտան, ինչու, որովհետև այս երեք վարձատրությունը գիտեն։ Լավ գսկան, երջանիկ գսկան, իրեն սիրդին մեջ պամը գսե այո, երկրորդն ալ քիչ մը կհանգստանան։
Երբեմն տանսիոնը բարձր եղած մարդոց ինչ կնեն արյուն պետք է գործունցնես։ Եվ որ այդ արյունը գործունցնե կհանգստանա։ Այնպես որ սիրելիներ, այդ այրի գինոջպես մեծ կամ փոքր ամենքս կարելի է որ ուրիշներուն բաժին հանենք։ Փամկա մեզի եւ մեզ մե դուրս ելնե։ Աստուծո նմանինք։